վարկ առանց վարկառուի։ Թվում է անհնար է, բայց Հայաստանում նման դեպքեր են գրանցվել։ Քաղաքացիները հայտնվում են պարտքի բեռի տակ, առանց երբևէ բանկ մտնելու կամ վարկային պայմանագիր ստորագրելու։ Իսկ ինչպես է դա հնարավոր։ Տեխնիկական անփութություն է, բանկային համակարգի բացեր, թե պարզապես խարդախություն։ Օրեր առաջ Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը Facebook-յան իր էջում բացահայտել է նման դեպքերից մեկը, որը ըստ նրա տեղի է ունեցել Յունիբանկում։ Նրա խոսքով բանկի հաճախորդներից մեկը առանց իր գիտության վարկային պարտավորություն է ստացել, իսկ երբ փորձել է պարզել մանրամասները, ըստ նրա ստացել է անպարկեշտ պատասխան։ Ինձ դիմել է քաղաքացին, ում զանգահարել են Յունիբանկից եւ տեղեկացրել, որ իր անունով վերցվել է վարկ բավականին խոշոր գումարի եւ որ բանկին հայտնի է, որ այդ վարկը ձևակերպվել է զեղծարարության արդյունքում, հորդորում են քաղաքացուն, որպեսզի նա դիմի իրավապահ մարմիններին հանցագործության մասին հաղորդում ներկայացնի, այլապես իր տվյալները կուղարկվեն համապատասխան բյուրո եւ դա կազդի վարկային պատմության վրա։ Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ դեպքի առթիվ հաղորդում է ստացվել մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու հիմքով։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը տեղյակ է միջադեպից։ Պնդում է, որ բոլոր երկրների ֆինանսական համակարգերում տեղի են ունենում նման միջադեպեր։ Մենք անընդհատ ենք միջոցառումներ ձեռնարկում, Յունիբանկի кейսով եւ մյուս кейսերով անընդհատ նայում ենք։ Խաժակյանի գրառումը ես տեսել եմ, ինչ մասն է, մեր վերահսկողական թիմը աշխատում է Յունիբանկի հետ այս պայդրությամբ։ Ի պատասխան բարձրացված աղմուկի Յունիբանկը հերքում է մեղադրանքները, հայտարարելով, որ գործում է օրենքի եւ ներքին կանոնակարգի շրջանակում։ Բանկը գործում է օրենքին եւ իր ներքին կանոնակարգերին համապատասխան, հետեւողականորեն պաշտպանելով իր հաճախորդների շահերը։ Մենք չենք տեսնում միջնորդների ներգրավման անհրաժեշտություն հաճախորդների հետ հարաբերություններում, ուստի նախընտրում ենք չմեկնաբանել վիրավորական մեղադրանքներ պարունակող գրառումները։ Վերջին շրջանում բանկային ոլորտում նման բողոքներն աճել են։ Մի քանի ամիս առաջ էլ քաղաքացիները բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի առջև, պահանջելով վերանայել վարկային քաղաքականությունը, սակայն մինչ օրս կառավարությունը խնդրին համակարգային լուծում չի ներկայացրել։